Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 22649 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 465 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ, 592 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 132 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 814 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 243, թմրանյութի հայտնաբերման 94, ֆիզիկական ներգործության 60, մարմնական վնասվածք պատճառելու 49, հոգեկան ներգործության, խարդախության 36, անձնական ունեցվածքի գողության 26, նաև այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 47 հանցագործություն ևս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 35 հետախուզվող, 6 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 12 դեպք, 7 օրում գրանցված 65 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 99։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 566 դեպք, 137-ը արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 64, Հրդեհի ցակման սպառնալիքի 21, ճանապարհատրանսպորտային պատահարի 34, կենցաղային կանչի 208 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 110 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 213 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Գյուրինում եւ Այնթափում։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության 2 դեպք, երկուսն էլ ալկոհոլային խմիչքի արտադրության հետ կապված։ Մարտի 5-ին Մասիսի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա մեկնեցին Նոր Գյուրին գյուղ։ 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեցին մեծ քանակի տակառներ ու շշեր, լցված սպիրտային նյութով, ինչպես նաև թորման տարատեսակ սարքեր։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է եւ արդեն 1 տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Նման տեղեկություն էլ Մասիսի համայնքային ոստիկանները իրացրել են մարտի 19-ին։ Այնթափ գյուղի բնակիչ 70-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել են թորման եւ ալկոհոլային խմիչք պատրաստելու սարքեր։ Տանտերը ընդունել է, որ պատրաստել եւ տարբեր անձանց իրացրել է օղի։ 2 դեպքով էլ Մասիսի քննչական բաժնում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտեցին բեռնատարներից գողությունները։ Մարտի 9-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեցին միանման 2 ահազանգ։ Ինվենկո Մակտիշի բեռնատարի վարորդը հայտնել էր, որ Արտաշատի խճողում կայանված մեքենայի դուռը բացել են տեխնիկական միջոցներով եւ գողացել դիզելային վառելիքի լիցքավորման կտրոններ ու գումար։ Վնասը կազմել է շուրջ 156,000 դրամ։ Մյուս դեպքում Volvo բեռնատարի վարորդը տեղեկացրել էր, որ նույնքեր բացել են Արարատյան փողոցում մաքսային տերմինալի մոտ կայանված իր մեքենայի դուռը եւ գողացել գումար ու բջջային հեռախոս։ Վնասը գերազանցել է 500,000 դրամը։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնեցին Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 30 եւ 31 տարեկան 2 եղբայրներ։ Պարզվեց նաեւ, որ նրանք վայր են մեկնել պատվիրված տաքսիներով, առաջին դեպքում մարտի 9-ի կեսգիշերն անց, երկրորդում առավոտյան։ Մարտի 18-ին եղբայրները հայտնաբերվեցին, ձերբակալվեցին եւ տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։ Նրանց բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե տարա, լցված մարիխուանայի նմանվող մոտ 150 գրամ զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելի քան 4 կիլոգրամ մեթամֆետամին, հերոին եւ դեղահաբեր։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։ Ըստ տվյալների, օտարերկրացի 41-ամյա տղամարդը Մեղրի Կապան ճանապարհից իրացնելու նպատակով վերցրել էր 40-ամյա համերկրացու միջոցով մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին եւ հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։ 41-ամյա օտարերկրացին Կապանում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել
տեղափոխվել է քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են 3 կիլոգրամից ավելի քաշով մեթամֆետամինով 3 փաթեթ, 1 կիլոգրամից ավելի հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 տեղահապ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում, 10 անձ ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա եւ Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ դատարանի որոշմամբ մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում։ Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակի եւ չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, 10 անձ ձերբակալվել է։ Այս ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։